Իրան Միացյալ Նահանգներ բանակցության երկրորդ ռաունդը ևս անցավ Օմանի բարձրաստիճան ղեկավարության միջնորդությամբ, սակայն այս անգամ հանդիպումը ոչ թե Մասկատում էր, այլ Հռոմում, Իտալիայում Օմանի դեսպանի կեցավայրում։ Կազմը նույնն էր՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի եւ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ։ 4 ժամ տևած քննարկումների առանցքում միջուկային ծրագրի թեման էր։ Բանակցության ավարտին պարզ դարձավ, որ երկխոսությունը կառուցողական է եղել։ Սա լավ հանդիպում էր եւ ես կարող եմ արձանագրել, որ կա առաջընթաց։ Այս անգամ ավելի լավ փոխըմբռնում ունենք մի շարք սկզբունքների ու նպատակների շուրջ։ Բանակցությունները պետք է շարունակվեն։ Արաղչին միաժամանակ նշել է, որ զգուշավոր է բանակցությունների հեռանկարների հարցում, քանի որ ամերիկյան կողմը կարող է 180 աստիճան փոխել դիրքորոշումը։ Մասկատի եւ Հռոմի հանդիպումներից գոհ է նաեւ միջնորդող կողմը։ Օմանի արտգործնախարարի պնդմամբ բանակցությունը թափ է հավաքում եւ անհավանականը հավանական է դառնում։ Հանդիպման արդյունքները Վաշինգտոնն ավելի ուշ է մեկնաբանել, ընդգծելով, որ լավ առաջխաղացում է ձեռք բերվել։ Ավելի վաղ ամերիկացի հատուկ բանագնացը հայտարարել էր, որ Թեհրանին թույլ չեն տա հարստացնել ուրանը։ Իրանական կողմը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ այդ պահանջը կձախողի բանակցությունը, սակայն Միացյալ Նահանգները գոնե այս պահին հարգում է Իրանի կարմիր գծերը։ Կարմիր գիծն այն է, որ Իրանին չպետք է խնդրել ամբողջովին ապամոնտաժել միջուկային ծրագիրը։ Իրանի համար մյուս կարմիր գիծը հրթիռների վերաբերյալ մտահոգությունն է։ Այսօր Իրանն ԱՄՆ-ի, արևմտյան երկրների ու Իսրայելի ամենօրյա սպառնալիքի տակ է, հետևաբար պաշտպանական ու զսպող զենք ունենալու իրավունք ունի։ Վաշինգտոն-Թեհրան շփումն առաջիկայում կշարունակվի, բանակցության հաջորդ 2 փուլերը կանցկացվեն Ժնևում եւ Օմանում։ Այս ընթացքում Իրանի քաղաքացիներն ուշադիր հետևում են հանդիպումներին, յուրաքանչյուրն իր մտահոգություններով եւ հույսերով։ Մամուլից տեղեկացել ենք, որ բանակցությունները դրական են եղել, հուսով ենք, որ երկխոսությունն արդյունք կտա։ Հատկապես, որ նահանգները ցույց է տալիս խաղաղություն հաստատելու իր ցանկությունը։ Իհարկե, ոչ մի երկիր պատերազմ չի ուզում։ Կարծում եմ այս անգամ Իրանն ու Միացյալ Նահանգներն ավելի լուրջ են տրամադրված, նրանք փորձում են համաձայնության հասնել։ Միաժամանակ անիրատեսական է մտածել, որ մեկ օրում հրաշք տեղի կունենա։ Գլխավոր հարցն այն է, թե կողմերն ինչպես պետք է հաղթահարեն տարաձայնությունները։ Իրանցիները ցույց են տվել, որ ցանկանում են կոմպրոմիսի գնալ միջուկային ծրագրի շուրջ, թափանցիկություն եւ վերիֆիկացիա ապահովելով։ Շփումները շարունակվում են, թեպետ Վաշինգտոնի ու Թեհրանի ցանկությունները միանգամայն տարբեր են։ Իսլամական Հանրապետությունը ձգտում է չեղարկել պատժամիջոցները, նահանգներն էլ ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։